Բարև բոլորին, դուք գտնվում եք Արալա որտեղ շատ անսպասելի անում է, լավ։ Բարև բոլորին, դուք գտնվում եք Diagnostica AM YouTube-յան ալիքում ու ինչքան էլ ձեր համար կարա անսպասելի լինի, այս անգամ ձեր հետ Աշոտը չի, Գարիկն է։ Նոր ռուբրիկա ենք սկսում, ոնց հասկացաք երևի թե անունից, հələ չգիտեմ էլ անունը ինչ ենք դնելու։ Այս ռուբրիկայի մեջ դուք տենալու եք ավտոներ, որոնք այս գարաժում հզորանում են, տյունինգի են ենթարկվում ու մի քիչ ավելի մանրամասն երևի ես ձեզ կպատմեմ, կբացատրեմ թե ինչ ենք անում կոնկրետ որ ավտոյի հետ։ Այսօրվա ավտոն մեր ընկերոջ ավտոն է, Դերոյի ավտոն է, X-ing-ն է, հետևում կանգնած չի երևում, քիչ հետո արմկանի վերև կերևա X-ing M-ա, նախ F85 կուզովն է։ Что наша жизнь игра, плюс аресты от дела, играешь в ящик, не годишься в шулера։ Այս ավտոն մոտավորապես կես տարի քշվել է stage 1-ով, ինքը stage 1-ով նույնիսկ Վրաստանում գոնկի է մասնակցել, ցավոք սրտի ընկել է Աշոտի հետ, դրա համար շատ շուտ դուրս է եկել գոնկից, բայց եթե օրինակ այնտեղ լիներ SUV դասը, պոտենցիալ տեղ զբաղեցնող ավտո էր, դաժե stage 1-ով, շատ շուտվանից գիտենք, որ այս ավտոյի կատալիզատորները արդեն ասենց հերը անիծված վիճակ էր, կոպիտ ասած, ժամանակներ, որ պետքա փոխենք իրան, դե փոխելուց բնականաբար downpipe-ով ենք փոխարինել, ավելի ճիշտ հենց հիմա փոխարինում ենք downpipe-ով։ Նախ downpipe չի, դաժե սրանը երկու հատ է, որտեվ M-ա, բայց փոխելուց հետո բնականաբար ինքը stage 1-ի ծրագրով չի մնա, իրան ավելի կհետաքրքրացնենք։ Пахнет планом, пополам, поломала жизнь, по полям, только не ложись, нам к домам тем, кто там։ Լինելու է boot mode-ի platform stage 2, բայց իր վրա դարաբոդկեք կարվի ամեն դեպքում, ինձ թվում է, հələ տենց հստակ չեմ ասում, բայց աշը հաստատ մի քիչ տենց custom կանի իր կողմից, որից հետո կգնանք Աշոտի սիրված X-Wire-ը ու փորձենք այս ավտոյով զամեր անենք, տենանք ինչքան է գնում, եթե կարենամ գտնեմ, սենց հայթայթեմ այս ավտոյի ստոկի ցուցանիշները ցույց կտամ, որ տարբերությունը հասկանաք մոտավորապես ինչքան է լինում։ Վառելիքի առումով սովորական բենզինային ծրագիր է լինելու, այսինքն սպիրտ բան ոչ մի բան տես չենք խառնելու, պրոստը սովորական պրեմիում բենզին ենք լցնելու, ինչ որ մի Lukoil-ից ենք լցնելու բենզինը ու գնալու ենք X-Wire, այնտեղ արդեն զամերը կանենք, կիմանանք ինչ ցուցանիշներ է ավտոն մեզ տալիս, դրանով կկիսվենք, դուք էլ կարա կոմենտներում գրեք, ինչքանով ձեզ դուր եկավ այս ռուբրիկան, ինչքանով է ձեզ հետաքրքիր է ամեն ինչը, դուք տարվող։ Բնականաբար BMW-ների վրա է մենակ լինելու սաղ աշխատանքները, մենք էլ մենակ BMW ենք ցույց տալու, բայց շատ տարբեր տեսակի BMW-ներ է լինելու ու դուք էլ կարաք կոմենտներում գրեք ձեր ցանկությունը, ինչ ավտո կուզենայիք տենայիք։ Մենք 0-ից ցույց չենք տալու ոնց է այդ աշխատանքը արվում, վիդեոները տենց շատ երկար չեն լինելու, ուղղակի արագ հակիր ցույց ենք տալու, թե ինչ ռեզուլտատից ինչ ռեզուլտատ ենք ստացել, դե բնականաբար ձեր սիրած այն սիրուն կադրերով։ Пропал цыган, пропал цыган, пропал цыган, пропал цыган։ Դե ինչ ոնց տեսակ արդեն ծրագիրը լցրեցինք, Աշոտը արդեն ինչ պետքա արել այս ավտոյի համար, սոֆթը փոխած է, հիմա արդեն stage 2-ի ծրագիրն է, downpipe-երը փոխած է, միանգամից տեղից տեղափոխվենք X-Wire, այ միջից ավտոն շատ լավ ձեն ունի, մեծ խնդրում գնահատեք այս ձենը։ Downpipe-երը փոխելուց հետո շատ է սիրունացել ավտոյի ձենը։ Մինչև այնտեղ գնալը ուզում եմ ասեմ, որ այս ավտոն ստոկ 575 ձիաուժ է, stage 1-ի դեպքում դառնում է մոտավորապես 650-ից 700-ի կարգի։ Հիմա stage 2-ով ավտոն պետքա լինի 750+, այսինքն 750-ից վերև է, դե բնականաբար ամեն ավտո մի քիչ ինդիվիդուալ է, մենք էլ չունենք հնարավորություն այս բանին, որ չափենք ավելի հստակ ասենք ձիաուժերը, բայց կարան գոնե զամերանենք, տենանք ոնց է գնում, ստոկով չենք չափել ճիշտ ասած, տենց հետաքրքրություն չկա չափելու իրականում, բայց Google-ի տվյալներով մոտավորապես 12.5 սենց է գնում այս ավտոն, մեր մոտ stage 1 անելուց հետո ինքը գնացել է 12 վայրկյան ստաբիլ, դաժե 11.9 էլ ունենք, սենց մի քիչ կոպիտ ասած, այս ծրագրով մոտավորապես պետքա որ մի 0.5 վայրկյանի տարբերություն էլի ստանանք, այսինքն 11-ի ներքևները եթե դաժե գնաց մեր Հայաստանի պայմաններում, ես կարծում եմ, որ շատ իդեալական ռեզուլտատ է այս ավտոյի համար, հիմա մի անգամից տեղափոխվենք ընդ ու տենանք ինչ ենք ստանում այս ամեն ինչից։
Вот и готово, дверь на засовы по всей строгости, рукою закона суровой, в оковы все непокорные. Дружною колонной волки стаей ходят, а собаки сворой, заборы с проволокой или крытой коридоры. Арестанты, товарищи, на ключицах узоры. Все, кто в бурах отрицали перед всей этой конторой. Это строгий режим, посидим, полежим, колоду режем, в бараке клубом стоит. Նախ ասեմ, որ տենց որ պրոֆեսիոնալ ձևով չենք չափելու, ես անձամբ ինքս այդքան փորձ չունեմ, օրինակ ինչքան Աշոտը, մեր համար հիմա համար մեկ նպատակ է տենա, որ տարբերությունը տենանք, ամեն դեպքում ինչքան հնարավոր է փորձենք մաքսիմալ լավ ռեզուլտատ ցույց տանք։ Մի խոսքով լավ գնանք չափենք, տենանք ինչ ալու։ Это север, брат, андеграунд рап, сосны плотно в ряд, высоко сидят, далеко глядят, летят годы в ряд, журавли летят, Сыктывкар, андеграунд рап, журавли. Ես դրսից եմ հասցրել լսեմ ավտոյի ձենը, որ ճիշտ ասեմ, շատ սիրուն է։ Չնայած ընդ արդեն ասացի մի անգամ, բայց իմ համար շատ սիրուն ձեն է ստացվել։ Դե ամեն դեպքում V8-ի ձենը մեկա տարբերվող է, բայց կոնկրետ downpipe-երով շատ սիրուն ձեն է։ Մի հատ հարմար տեղ կանգնենք ու տեղից մի անգամից զամեր անենք։ M2-ը սրա վրա արդեն настройка արած как раз ամենաբայևոյ ռեժիմն է։ Գնացինք։ Շատ ուժեղ է գնում ճիշտ է, բայց թիվը հələ չենք նայում իրականում, շատ հետաքրքիր է ինչ թիվ է, բայց մեկը չեմ ուզում նայեմ հիմա, ուզում եմ մի անգամից երկրորդ զայեզդը անենք, երկրորդ զայեզդից հետո մի անգամից թվերը կնայենք, երկրորդ դաժե երրորդ։ Հիմա մի հատ նորից փորձեմ մի քիչ երևի ավելի շատ պահեմ բուստը, ինձ թվում է մի քիչ շուտ փոկվեցի տեղից։ Կարելի էր մի քիչ չպահել։ Գնացինք։ Ճիշտն է, այս անգամ եմ մի քիչ շատ պահեցի, հեսա լավ երրորդը փորձեմ ամենալավը պոկվեմ ու հասկանանք ինչ ենք ստանում, ինձ թվում է դաժե հերիք է 3 անգամը, 3 անգամից ամենալավ տարբերակը ցույց կտամ, գնացինք։ Անկեղծ որ ասեմ 3 անգամն էլ ստաբիլ նույն ձև է գնում, ինձ շատ է դուր գալի այդ պահը։ Ահա որ հետաքրքիր է իրականում 3 թվերն էլ ինչ եմ ստացել, անկեղծ ասում եմ շատ հետաքրքրում, բայց չգիտեմ։ Всё նկարում ես։ Ստե առաջ գամ, հետ գամ, չափեցինք։ Հեսա տվյալները ստեղ ցույց կտամ, ավտոն գնացել է 11:05 վայրկյան։ Մի քանի անգամ իրար հետևից 11:05 ենք ստացել, բայց ուզում եմ ասեմ, որ շատ կարևոր նյուանս կա։ Նախ այս ավտոն, ոնց որ արդեն նշեցի, ինքը լայթովի stage 2-ը արած մի քանի ընդհանրապես այս փոփոխությունն է, այդ փոփոխությունները իրանք անսահման են ուղղակի։ Այս ավտոյի վրա հələ կարելի է անել շատ լուրջ custom, որը որ դեռևս արած չի։ Նաև իր մեջ հիմա սովորական բենզին է, վառելիքը դեռ սպիրտով ծրագիր արած չի, սպիրտով չենք, այսինքն այս ավտոն հələ լիքը տեղ ունի, ել չեմ ասում որ քշել եմ ես, որ ոչ իմ ավտոն է, ոչ պրոֆեսիոնալ ձևով կարամ դες քշեմ չափեմ, ամեն դեպքում մեզ հետաքրքրում էր տարբերությունը, իսկ տարբերությունը արդեն իսկ 0.5 վայրկյանի մենք ունենք։ Եթե այս ավտոն գնում էր 12, տենց 1-2 անգամ 11:09-ն է գնացել, բայց այդ կարելի է տենց շարժվել, հիմնական իր ցուցանիշի հետի 12 վայրկյան էր, հիմա մենք ստաբիլ գնում ենք 11:05 վայրկյան, նորից եմ ասում իմ քշելով ու այս կոնֆիգով։ Ինձ թվում է, որ այս ավտոյի վրա հələ մի քանի դարաբոդկեք էլի կարվի ու ինքը ամեն դեպքում մատ նոր շատ լավ ռեկորդ կխփի, այդ ռեկորդը ինձ թվում է առանձին վիդեոյով կլինի, այս վիդեոյի մեջ մեր նպատակներ ցույց տանք, որ ընդամենը stage 1-ից stage 2 անցնելով մենք 0.5 վայրկյանի տարբերություն կարանք ստանանք շատ հեշտ։ Մի խոսքով այսօրվա վիդեոն այսքանն էր, նվիրված էր X-ին Game-ին։ Մերսի ձեզ որ նայեցիք այս վիդեոն, մնաք բարով։ Пропал у цыган.